Ինչու՞։ Առաջին օրերին երեխաները հանգիստ են, իսկ մեկ ամսականում սկսում են շատ լաց լինել եւ անհանգստանալ։ Կան մի քանի գործոններ, որոնք կարող են անհանգստություն առաջացնել նորածինների մոտ։ Դրանք են գազերը, արտաթորությունը եւ կոլիկաները։ Կյանքի առաջին օրերին եւ շաբաթներին երեխայի մարսողական համակարգը փոխվում է, հարմարվում է նոր միջավայրին։ Կան մի քանի գործոններ, որոնք ազդում են դրա աշխատանքի վրա։ Դա մարսողական համակարգի միկրոֆլորայով բնակեցումն է։ Մայրիկի արգանդում երեխան սննդանյութերը ստանում է անմիջապես մորից, իսկ ծնվելուց հետո նրա մարսողական համակարգը բնակեցվում է տարբեր միկրոօրգանիզմներով, ինչը կարող է անհարմարություն առաջացնել։ Բացի այդ, տեղի է ունենում նյարդային համակարգի հասունացում, որը պատասխանատու է մարսողական համակարգի նորմալ կարգավորման համար։ Երեխան ծնվում է ոչ լիարժեք զարգացած նյարդային համակարգով եւ ժամանակ է պահանջվում, որպեսզի այն հարմարվի նոր պայմաններին։ Նաև տեղի է ունենում երեխայի կամավոր արտաթորանքի հմտության ձևավորում։ Ծնվելուց հետո փոքրիկը դեռևս չի կարողանում ճիշտ ուժ տալ, որպեսզի արտաթորի եւ պետք է սովորի այդ հմտությունը։ Այս ամենը հանգեցնում է գազերի ավելացմանը, պարբերական սպազմերի որովայնում եւ արտաթորանքի դժվարացմանը։ Երեխան կարող է սկսել լաց լինել, կարմրել, ուժ տալ, բայց չարտաթորել եւ առաջանում է փքվածություն որովայնում։ Ամենաակտիվը սա նկատելի է դառնում կյանքի երկրորդ-երրորդ շաբաթում, իսկ գագաթնակետը 1.5-2 ամսականում։ Երկարատև լացը լարվելը խռմփոցը տարիքային առանձնահատկություն է, որը ժամանակի ընթացքում կանցնի սովորաբար մինչև 3 ամսականը։ Եվ այս տարիքում երեխայի մոտ կարող են լինել նաև կոլիկներ կամ մանուշակագույն լաց։ Սա այն լացն է, որը սկսվում եւ ավարտվում է հանկարծակի, առանց տեսանելի պատճառի։ Փոքրիկին պարզապես անհնար է մխիթարել, նա չի դադարում ճչալ, ինչ էլ որ անեք, եւ լացով երեխան թվում է, թե իրոք շատ ուժեղ ցավ է զգում։ Սա կարող է տևել մինչև օրական 5 ժամ, նույնիսկ ավելի, բայց միջինում ոչ ավելի, քան 3 ժամ անընդմեջ, հիմնականում օրվա երկրորդ կեսին։ Կարևոր է, որ լացի ավարտից հետո երեխան իրեն պահում է որպես լիովին առողջ ու գոհ փոքրիկ, ի տարբերություն հոգնած ու ուժասպառ ծնողների։ Սա նույնպես նորմալ է նորածինների համար։ Սա հիվանդություն չէ, եւ պատճառը այն չէ, որ դուք ինչ-որ բան սխալ եք անում։ Տվեք ժամանակ փոքրիկին նոր պայմաններին հարմարվելու համար, իսկ ձեզ՝ համբերություն։